Իմ այսօրվա հյուրն է փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես առաջարկում եմ դիտել տեսանյութը, հասկանալ, թե ինչ խնդիր է բարձրաձայնել մեզ դիմող քաղաքացին, այնուհետև անցնել քննարկման։ Շնորհակալ եմ հրավերի համար, դիտենք։ 2025 թվականի փետրվարին ենթարկվել եմ վարչական պատասխանատվության եւ ինձ զրկել են վարորդական վկայականից, հիմք ունենալով այն հանգամանքը, որ խմած եմ եղել։ Բնականաբար ես վիճարկել եմ ակտը եւ առաջի ատյանի դատարանը իօգուտ ինձ է վճիռը կայացրել։ Հետագայում բողոքարկում է եղել վերաքննիչ դատարան, որի մասին ես տեղյակ չեմ եղել։ Վարչական ակտը կասեցված չի եղել եւ մեքենայի ղեկին եմ եղել հաշվի առնելով, որ առաջի ատյանի դատարանը բավարարել է իմ հայցը։ Երկրորդ անգամ կանգնեցրել են եւ տեսել, որ վարորդական իրավունքից զրկված եմ համարվում եւ արդեն քրեական գործ է հարուցվել իմ նկատմամբ։ Ուզում եմ հասկանալ, արդյոք այս քրեական գործը կարող է ունենալ ճակատագիր, եթե հիմքում կա առաջի ատյանի դատարանի որոշումը եւ ինչ գործողություններ կարող եմ ես անել այս պահին։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջարկում խոսել հենց այս տարածված խնդրի մասին, որովհետև բոլորովին վերջերս օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ կատարվեց, այդ թվում նաև քրեական օրենսգրքում եւ փաստացի վարորդական իրավունքից զրկված անձանց մասնակցությամբ արդեն երկրորդ միջադեպը վարչական պատասխանատվության փոխարեն բերում է քրեական պատասխանատվության։ Ինչ պետք է իմանա քաղաքացին այս դեպքում։ Տեսեք, ես ինքս ունեցել եմ նմանատիպ բազմաթիվ գործեր ու ասեմ, որ տարիների ընթացքում նաև վարչական դատարանում այսպիսի գործերի քննության վերաբերյալ մոտեցումն է փոփոխվել։ Եթե մենք 1-2 տարի առաջ ունենում էինք բազմաթիվ դեպքեր, երբ որ դատարանը կասեցնում էր վարչական ակտի կատարումը մինչև վերջնական դատական ակտի կայացումը, այսինքն հնարավորություն էր տալիս այդ ընթացքում քաղաքացուն վարել մեքենան, հիմա ելնելով օրենսդրի մոտեցումից, որ պետք է կանխել խմած վիճակում, այո, լուրջ հիմքեր են պահանջում եւ կարելի ասել 2025 թվականի ընթացքում շատ եզակի են եղել դեպքեր, երբ որ վարչական ակտը կասեցվում էր։ Այսինքն ամբողջ վարչական դատարանում գործի քննության ընթացքում անձը համարվում էր վարորդական իրավունքից զրկված։ Այո, ես ուզում եմ հավելեմ, որ ինքս իմ պրակտիկայում արձանագրել եմ, երբ փաստացի դատարանները ավելի բարձր ապացուցողական շեմ են դրել, ցույց տալու այն վնասը, որ քաղաքացին կարող է ունենալ, մինչդեռ կարծում եմ ակնհայտ է, եթե զուտ նայենք այն հանգամանքին, որ քաղաքացին մեքենայով երթվեկելու փոխարեն ստիպված իր ուղևորա փոխադրումը պետք է իրականացնի, չգիտեմ, տաքսի ծառայությունից օգտվելու եղանակով կամ այլ եղանակներով, բնականաբար վնասը ակնառու է եւ դեպքեր եմ ունեցել, երբ ցույց եմ տվել ֆինանսական բավականին վատ իրավիճակ, բանկային պայմանագրեր, վարկեր եւ այլն, եւ դա էլ հիմք չի հանդիսացել։ Այ ինչ շեմ է պետք այս դեպքում դատարանին ցույց տալ եւ արդյոք սա զուտ մոտեցում չէ յուրաքանչյուր դեպքով չկասեցված վարչական ակտով գնալ այսպես քրեական դաշտ։ Տեսեք, այո, իրավացի եք, բարձրացվել են պահանջները վարչական դատարանում, բայց ցավոք չկա միատեսակ մոտեցում, այսինքն չենք կարող կանխատեսել կամ ենթադրել, թե ինչ հիմնավորումներ եւ ապացույցներ պետք է ներկայացնես, որպեսզի դատարանը կասեցնի վարչական ակտի կատարումը, բայց այն հիմքերը, որ մենք նախկինում օրինակ ներկայացնում ենք, որ քաղաքացիություն դա մեքենան անհրաժեշտ է որպես եկամտի աղբյուր, ենթադրենք դրանով տաքսի էին քվարում ու ընտանիքը այդ միջոցներով ապահում, հիմա պատկերացրեք վարչական դատարանը դա եւս արդեն բավարար հիմք չի համարում կամ ասում ենք երեխաներին դպրոց տանելու, պարապմունքների տանելու համար է ծառայում մեքենան։ Այսինքն ինչ հիմնավորումներ պետք է ներկայացնենք, արդեն հնարավոր չի կանխատեսել, պետք է ուղղակի կոնկրետ իրավիճակով փորձել հասկանալ ինչ հիմքեր կարելի է ներկայացնել որպես լուրջ հիմնավորում, որպեսզի դատարանը բավարար համարի, բայց իմ մոտ տպավորությունն այնպեսին է, որ քանի որ հիմա նպատակը խմած հարբած վիճակում մեքենա վարելու երևույթի կանխումն է, ավելի շատ դատարանները եւս այդ մոտեցումն են ձեռք բերել, որ չէ, եթե քաղաքացին տեսնի, որ ինքը ամեն դեպքում կարողանա կասեցնի ինչ-որ հիմնավորումներով ու այդ ընթացքում վարի, երկրորդ անգամ ընդ որում շատ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամն էլ է հարբած լինում անկեղծ ասած, երևույթին չեն հասնի հետապնդվող նպատակին։ Մենք խոսում ենք ենթադրյալ հարբած վիճակում մասին, որովհետև եթե օրինակ այս դեպքում հաշվի առնենք, քաղաքացին փաստացի առաջին ատյանի դատարանում ունեցել է հաղթանակ, բավարարվել է ներկայացված հայցը եւ արձանագրվել է, որ փաստացի ոչ իրավաչափ վարչական ակտ է նրա նկատմամբ կայացված։ Սակայն դա բավարար չի, մենք այս պահին ունենք արդեն քրեական գործ։
Նայեք, շատ կարևոր հարցադրումներ կա, որոնց պատասխանները մենք պետք է ստանանք։ Իրավիճակը, որ քաղաքացին ներկայացրեց, իրավական տեսանկյունից շատ բաց հարցեր կային, որոնց պատասխաններ ստանալուց հետո է հնարավոր միանշանակ ասել։ Առաջի հարցադրումը, որ քաղաքացին ասեց, ես ծանուցված չեմ եղել։ Սովորաբար վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելիս վերաքննիչ բողոք ներկայացնողը ունի պարտավորություն նաև կողմի վերաքննիչի բողոքը ուղարկելու։ Այո, հիմա հարց ինչու չի ստացել։ Արդյոք ինքը հասցե է փոփոխել, իր մեղավորությունը եղել է թե չէ, այսինքն պատշաճ եղել է ծանուցումը, թե ոչ, պատշաճության հարցը պետք է հասկանանք։ Երկրորդ, արդյոք քաղաքացին ուներ լեգիտիմ ակնկալիք, որ ինքը ունենալով բավարարում, որը ուժի մեջ դեռևս մտած չի, մենք գիտենք, որ իրավունքի, օրենքի չիմացություն դեռևս չի ազատում պատասխանատվությունից։ Արդյոք միայն դատարանի վճիռը իրեն տալիս էր այդ լեգիտիմ ակնկալիքը, որ ինքը արդեն իրավունք ունի վարելու։ Տեսեք, պետք է նաև արդարացիորեն ասենք, որ երբ որ քաղաքացին զրկվում է վարորդական իրավունքից, ընդ որում քաղաքացին նշեց, որ կասեցված չի եղել, այսինքն հետ ստացած չի եղել վարորդական իրավունքը։ Եթե իրավասու մարմինը զրկում է վարորդական իրավունքից, վկայականը եւս հետավերցվում, երբ որ վերականգնվում է, նաև դատարանի վճռի հիման վրա, քաղաքացին պետք է դիմի հետ ստանա։ Այսինքն այս դեպքում նաև պետք է այս տեսանկյունից դիտարկենք, եթե վարորդական իրավունքի վկայականը քաղաքացու մոտ չլիներ, ես կասեի, այո, ինքը պետք է չունենար լեգիտիմ ակնկալիք, որ ինքը վարելու իրավունք ունի, բայց եթե վարորդական վկայականը իր մոտից հետ չեն վերցնել, քաղաքացին իրավաբան չի։ Այո, էլի ասում ենք, չիմացություն չի ազատում պատասխանատվությունից, բայց եթե քաղաքացին տեղեկանում է, որ դատարանը կայացրել է իրեն օգուտ որոշում ու տեսնում է վարորդական վկայական իր մոտ է, որը պետք է իր մոտ չլիներ, ինքը բնականաբար կարող էր ենթադրել ու իներ դրա իրավունքը կարելի ասել, որ ինքը կարող է այդ մեքենան վարի։ Քրեական գործի շրջանակներին, քանի որ նախաքննական փուլայում մենք չգիտենք արդյոք գործով պաշտպան ներգրաված թե ոչ, ասել թե ինչ կարող է անել, կոնկրետ խորհուրդներ տալ առանց գործի նյութերին, թե ինչ, հանցակազմի շրջանակներում, ինչ ապացույցների շրջանակներում է գործը քննվում, հիմա տեսական խորհուրդներ տալը իրականում մեր կողմից կլինի ավելի շատ գործին վնասել, քան օգուտ տալը, բայց մի փոքր ներկայացնել հենց իրավիճակը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան։ Սովորաբար մենք իրավաբաններս հասկանում ենք, որ երբ կա մի զանցանք կամ թեկուս հանցանք, որի վերաբերյալ դեռ ընթանում է գործի քննություն, կամ որի վերաբերյալ դեռ չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, մենք այդ արարքի գոյությունը պայմանավորում ենք օրինական վճռի առկայությամբ։ Այս պահին քաղաքացին առաջին անգամ փաստացի հարբած վիճակում ղեկին նստելու համար տուգանվել է, առաջին այցյանի վճռով հաստատվել է, որ այդ ակտը ոչ իրավաչափ վարչական ակտ է եւ հնարավոր է նաեւ վերաքննիչ եւ վերադաս ատյաններով հաստատվի այդ հանգամանքը։ Արդյոք չպետք է քրեական գործը կասեցվի այդ հիմքով։ Քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից մենք պետք է ունենանք ուժի մեջ մտած վարչական ակտ, որը հիմնավորի, որ քաղաքացին զրկված է եղել։ Եթե չունենք դատարանի որոշում, հա, որը ուժի մեջ մտած չի դեռևս, մենք չենք կարող ասել, որ այո, վարչական ակտը, որով քաղաքացին զրկվել էր ու բողոքարկված էր վարչական ակտը, ուժի մեջ մտած էր ու կատարված էր, որովհետև եթե վարչական ակտը բողոքարկվում է, մենք գիտենք, որ վարչական ակտի բողոքարկումը ինքնըստինքյան, եթե օրենքը չի տալիս, հա, բացառության դեպքերում կհանգեցնի դրա կասեցմանը ու որոշակի դեպքերում վարչական դատավարության օրենսգիրքը ասում է, որ միանշանակ է հանգեցնում կասեցմանը, իսկ որոշ դեպքերում ասում է, որ պետք է միջնորդես, որպեսզի դատանը դա կասեցնի։ Մեր դեպքը այս դեպքն է։ Այո, որ պետք է միջնորդես, որպեսզի դատանը կասեցնի։ Մեր իրավիճակում պետք է միջնորդվեր, որ դատանը կասեցներ։ Ստիպին դատանը չի կասեցրել։ Այսինքն ստացվում է, որ իրավական տեսանկյունից համարվել է դա օրենքի ուժ ստացած վարչական ակտ։ Նշանակում է քաղաքացին այդ 1 տարվա ընթացքում իրավունք չուներ վարելու, քանի դեռ ուժի մեջ չէր մտնելու այն վարչական դատանի որոշումը, որը քաղաքացին մատնանշեց, որով ինքը, այսպես ասած, իր խոսքերով արդարացվել է, այսինքն հաստատվել է, որ ինքը հարբած վիճակում չի վարել։ Տեսեք տարբերությունը որն է, շատ կարևոր է տարբերակել վարչական դատավարությունը քրեական դատավարությունից։ Եթե մենք խոսում ենք քրեական դատավարության, այսինքն հանցանքի մասին, անձի մեղավորությունը հաստատվում է միայն դատավճռով, բայց վարչական դատավարությունում իրավիճակը այլ է։ Այո, եթե ասում է դու պետք է միջնորդես դատանը կասեցնի ու միջնորդում ես չի կասեցնում ու նշան մտնում է ուժը մեջ, նշանակում է այդ պահից այդ վարչական ակտը քո համար արդեն կիրառելի է։ Իսկ արդեն ակնկալիքների տեսանկյունից տեսեք, իմ ասած հանգամանքներ, որ արդյոք ուներ լեգիտիմ ակնկալիք իր մեղավորությունը, որովհետև քրեական վարույթով շատ կարևոր է նաև անձի դիտավորությունը, մեղավորություն, որովհետև արարքը ըստ երևույթին դիտավորյալ արարք պետք է դիտարկենք, եթե անձը ուներ մեղավորություն, արդեն
արարքը այլ ուղղությամբ պետք է դիտարկել, հա, պատասխանատվության մեղմացնող հանգամանք հնարավոր է դիտարկեն, այսինքն վարույթի, քրեական վարույթի նկատմամբ այս իրան նկարագրած իրավիճակը, որ կար դատարանի որոշում, որը իրեն հիմք է տվել ենթադրելու, որ ինքը իրավունք ունի վարի այդ թվում ունեցել է վարորդական իրավունքը իր ձեռքին, առնվազն պետքա մեղմացնող, առնվազն ասեմ, հիմքեր դիտարկվի, անձին օրինակ ազատազրկման չդատապարտելու կամ ենթադրենք նույնիսկ եթե գործ այնպես ընթանա, որ դատարանը դատավճիռ կա, առաջին անգամ հենց տուգանքի այո, առաջին անգամ տուգանքի նշանակում, բայց նույնիսկ հնարավոր է, որ քրեական դատավարության առանձնահատկությունը որն է, որ հնարավոր է պայմանական չկատարվի դատավճիռ, այսինքն դատարանը հասկանում է, որ առաջի անգամ անձը նախկինում դատապարտված չի եղել, այս հիմքերն ունեցել է արարք անելու, այլ դիտավորություններ, մեղավորություն չունի եւ այլն, որպես զսպիչ մեխանիզմ, այո, լինում է դատավճիռ մեղադրական, բայց պայմանական չի կատարվում, այսինքն պայման է տրվում, որ ենթադրենք 1 տարվա ընթացքում եթե դու արարքը կրկնես, նոր այս սահմանված պատժամիջոցը քո նկատմամբ կկիրառվի։ Հասկանալի է։ Ես ուզում եմ խորհուրդ տալ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր հայտնվել են նման իրավիճակում։ Ինչից պետք է խուսափել։ Թերևս ամենաառաջին խորհուրդը մի փոքր առաջընկնելով ես տամ, երբեք հարբած վիճակում ղեկին չնստել, որովհետև դա վտանգում է ոչ միայն ձեր կյանքը, այլ նաև այլոց կյանքը եւ օրենքի այս խստությունը, որն արդեն գործարկվել է եւ որը արդեն մի քանիսի համար, հարյուրավոր քաղաքացիների համար բերել է հետևանքներ, ուղղված է հենց պաշտպանելու հասարակական անվտանգությունը եւ այս մասով որքան էլ որ մենք պնդում ենք, որ վարչական դատարանները այդքան էլ ոչ իրավաչափ են գործում, ձեր կողմից իրավաչափության սահմանը պետք է գծագրվի ձեր պատշաճ վարքագծով։ Այլապես հասնել արդարադատության եւ փորձել ձեզ օգտակար լինել, պարզապես անօգուտ է լինելու այս պարագայում։ Մնացյալ խորհուրդները թերևս արդեն գործի հետ կապված թողնեմ ձեզ։ Այո, ձեր թույլտվությամբ ես հավելեմ, որ այո, շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիներ իրազեկված լինեն, որ եթե զրկված են վարորդական իրավունքից, հա, մեքենա վարելու իրավունքից 1 տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի վերականգնման կրկին նույն արարքը կատարել, այսինքն մեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության, որ այո, մեր փոփոխություններից մեկն է, ինչպես մատնանշեցիք։ Պետքա հետևողական լինեն սրա հետ կապված։ Նաև պետքա ես որպես մասնագետ խորհուրդ տամ, որ երբ որ համապատասխան աշխատակիցը, պարեկը ստուգում է իրականացնում, արդյոք քաղաքացին հարբած է վարում թե ոչ, համապատասխան սարքավորման միջոցով է իրականացնում, որը եթե ազնիվ լինենք, շատ դեպքերում հնարավոր է տեխնիկապես անսարքին լինի տեխնիկական միջոց ամեն դեպքում։ Քաղաքացին իրավունք ունի պահանջի արյան միջոցով զննություն, այո։ Դրա իրավունքը քաղաքացին ունի։ Միանշանակ ես խորհուրդ եմ տալիս նաև այդ իրավունքից օգտվել, իրացնել իրենց իրավունքը նաև արյան զննության, հա, ստուգում անցնելուց, բայց ամեն դեպքում միանշանակ խուսափել մեքենան վարել հարբած վիճակում, եթե նույնիսկ ինքնավստահ է քաղաքացին, այսինքն չդրսևորել հանցավոր ինքնավստահություն եւ չվտանգել իրենց եւ դիմացինի կյանքը։ Ես վստահ եմ, որ հիմա մի շարք քաղաքացիներ էկրանների մոտ նստած ասում են շատ գեղեցիկ խոսում եք, շատ ամեն ինչ պատկերավոր ներկայացնում եք, բայց այդ դեպքում ես մարդ եմ, ով մեքենա վարելու միջոցով կարողանում եմ իմ տունը պահել եւ վարկային բեռը թոթափել կամ վարկային պարտավորություններս կատարել, այս դեպքում ինչ եք առաջարկում, ինչ անել։ Հենց այստեղ է որ պետք է զգուշացնեմ, այս բոլոր պատկերավոր քայլերը թվարկելուց առաջ մտածեք, ղեկին նստում եք սթափ վիճակում, թե ոչ սթափ, եւ դրանից հետո միշտ վախ ունեցեք, որ անգամ մեկ բաժակ ոգելից խմիչքը կարող է պատճառ դառնալ, որպեսզի դուք զրկվեք վարորդական իրավունքից եւ երկար ժամանակ այսպես ընկնեք դատական գործընթացների մեջ եւ չկարողանաք արդյունք արձանագրել։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար, կհանդիպենք այլ թեմայի շրջանակում, քննարկումներ կրկին կազմակերպենք միասին։ Շնորհակալություն։ Հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ խոսում ենք, կարևոր է իմանալ։